Իդեպ օրերս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, ուշադրություն անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների մասին։ Հետաքրքիր է, որ այս քննարկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանում ոչ մեկ իր անձնական տվյալների գաղտնիության վրա վստահ չէ, երբ օրինակ 2-3 հոգի իրար հետ խոսում են ու չգիտես որտեղից գաղտնալսումներ են հայտնվում տարբեր հարթակներում, երբ օրինակ երկու ընկեր իրար հետ խոսում են կոշիկի արժեքի մասին, բայց հանրային կերպով մեղադրվում են կաշառքի դիմաց հանրահավաքին մասնակցելու համար, նույնիսկ նախկին ՔՊԱ-կանի հեռախոսի պարունակությունն է հանրայնացվում ենթադրաբար ինչ-որ հարցում նրանց չենթարկվելու համար։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ բոլոր այդ ձայնագրությունները, գաղտնալսումները հրապարակվում են իշխանական, Փաշինյանի ընտանեկան, կուսակցական մամուլում, իշխանամերձ ֆեյքերի էջերում, եւ որ ամենակարևորն է, քրեական գործ չի հարուցվում գաղտնալսողի, ձայնագրողի, տեսաձայնագրողի նկատմամբ։ Եվ այս ամենի ֆոնին հանկարծ Փաշինյանը քննարկում է անձնական տվյալների պաշտպանության թեման, ում անձնական տվյալներն են պաշտպանում եւ ումից, արդյոք ապօրինի գաղտնալսող իշխանությունը կարող է խոսել անձնական տվյալների պաշտպանության մասին։